Ասում են, թե բոլորը պետք է հայտարարագիր ներկայացնեն։ Արդյոք դա ճիշտ է։ Եկեք մեկ րոպեում բարձաբանենք այդ շատ կարևոր հարցը։ Նախ պետք է հասկանալ, դուք Հայաստանի քաղաքացի եւ ռեզիդենտ եք թե ոչ։ Քաղաքացի լինելու հարցը պարզ է, իսկ ռեզիդենտ համարվում է այն անձը, ով տարվա մեծ մասը ապրել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի տնտեսական շահեր Հայաստանում։ Եթե այս հարցի պատասխանը այո է, ապա անցնենք հաջորդին։ Եթե դուք աշխատող եք գրանցված աշխատանքով կամ քաղաքացիա իրավական պայմանագրով ծառայություն եք մատուցում, ապա պարտավոր եք 2024 թվականի եկամուտների համար մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարագիր։ Եթե այս երկու կետերին չեք համապատասխանում, մնում է պարզել, արդյոք դուք որևէ ընկերության բաժնետեր կամ փայատեր եք, կամ էլ տարվա ընթացքում ստացել եք 20 միլիոն դրամ եւ ավելի փոխառություն։ Այս դեպքերում նույնպես անհրաժեշտ է ներկայացնել հայտարարագիր։ Եթե ամեն դեպքում այսքանից հետո չկողմնորոշվեցիք հանձնելու եք հայտարարագիրը թե ոչ, ապա գրեք մեկնաբանություններում եւ մենք անպայման կպատասխանենք ձեզ։ Բայց մինչ այդ չմոռանաք հավանել այս տեսանյութը եւ բաժանորդագրվել ալիքին, որպեսզի մշտապես հետևեք կարևոր ինֆորմացիային։